Բարեկամներ, ուրիշ անգամ երբ էի կարողանալու սենց Կիևյան փողոցի կենտրոնում կանգնեիք, հա? Պատճառը Կիևյան կամուրջը փակ է վերանորոգում։ Հենց որ սրանք պատմական կադրեր են։ Ինչպես գիտեք, հարգելի բարեկամներ, Կիևյան կամուրջը երթևեկության համար փակ է եւ հետիոտների համար միայն հասանելի ու էլի զբաղված։ Երևանյան երթևեկության ամենաբանուկ հատվածը Կիևյան կամուրջը 2 ամիս ժամկետով փակվում է։ Կարելի ասել կապիտալ վերանորոգման հեռանկարներով։ Սա տեսեք, որովհետև չգիտեմ, երբեք հնարավորություն ունենալու այսքան ազատ տեսնելու։ Okay. Բաղձալի կամուրջը, որ մետրոպոլիտենի աջափնյակ կայարանի համար պիտի կառուցվի, անցնելու է այնտեղով։ Դուք մի հատ պատկերացրեք, եթե այստեղ, տեսեք այս փակած տարածքում լինի աջափնյակի մետրոյի բազմաչարչար կայարանը, դուք պատկերացնում եք աջ, ափը եւ քաղաքի մյուս հատվածը ոնց են կապում իրար ու ինչ թեթևություն ալինելու էական, որտեվ հազարավոր, տասնյակ հազարավոր մարդիկ ամեն օր հենց այդ ճանապարհն են կտրում։ Դրա համար իհարկե հույս ունեմ, որ քաղաքապետարանում այս մասին խոսվում է, հասկանում են այդքան բան, բայց ինչի ամեն ինչ եսան դանդաղ ընթանում, չգիտեմ։ Սա իրոք կենսական նշանակություն ունեցող նախագիծ է, որ պիտի կյանքի կոչվի։ 1000 հատ տրոլեյբուս բերեք, 1000 հատ ավտոբուս բերեք, 3-4 կանգար եւ դու հանրապետության հրապարակում ես, պատկերացնում եք ինչ հոսք է կառավարվելու։ Սա է։ Տեսնես պատմության համար անմահացնենք, հա, պատմություն ակերտվում։ Ազանի կիրճը։ Այնտեղ արդեն սկսում են փորելու աշխատանքները, շերտն են հեռացնում։ Դե, մոտավորապես այսպես արգելի ընկերներ, այլ բան ասել այս պահին չեմ կարող։
Ուրեմն այսօր որոշել եմ հասարակական քաղաքային տրանսպորտից օգտվել եւ մի հատ հարց է ինձ անհանգստացնում։ Հնարավոր է արդյոք որ քաղաքապետարանը A կետից B կետ կապող ավտոբուսներ դներ, քանի որ տեսնում եք Եվյանը փակ է, կամուրջն էլ է փակ եւ լայնածավալ աշխատանքներ են, ասենք A կետից օրինակ այդ համալիրի մոտից մարդիկ նստեին ու դեպի կենտրոն ինչ-որ մի երթուղի լիներ, որովհետեւ այլընտրանք չկան, գոնե մինչև մետրո կապող ինչ-որ բան լիներ, մարդիկ նստեին, մինչև մետրո հասնեին, որ այդ քաղաքի վիճակից դուրս գային ծանր երթևեկության։ 1000 տարի ես դեռ աշակերտ եմ, այս գրքերի խանութը կար, հիմա էլ կա, բարև ձեզ։ Ես դեռ երեխա եմ, այստեղ այս գրքերը վաճառում են, ձեզ գրքեր եմ առել, հա։ Արդեն մեծ եք, հա։ Ոնց է գործերը ընդհանուր։ Համաս, ընդհանուր գրքերի նկատմամբ վերաբերմունք տարիների ընթացքում փոխվել է, թե չէ։ Դեմ չեք թե նկարեմ ձեզ։ Նկարեք, բայց չի ամար։ Անձնական արխիվ է, ոչ մի տեղ չկա։ Եկեք մի հատ դիպ դարձեք, իմ լավ կլինի։ Ուղղակի հիմա չէ, բայց ընդհանուր, հա։ Ափսոս։ Տարիների ընթացքում փոփոխությունը ոնց է գրքերի նկատմամբ սերը Երախոսի մեջ։ հրապսի մեջ բոլորը։ Ոչ բոլորը, բայց Շատ-շատերը։ Ես ձեզնից աշխարհագրության ու կենսաբանության դասագրքերս եմ առել, բայց երևի մի 20 տարի երևի առաջ, հա, հնարավոր է։ 35 Ավել, 20-ից ավել։ Լավ որ ձեզ, շնորհակալ եմ։ Հա, ընկերներ, 1000 տարի ես այս կողմերով չեմ անցել։ Բարեկամության, այս ինչ կա։ Իրակալվածքներն է ուսումնասիրում բարեկամության մետրոյի կանգառը, աստված իմ 1000 տարվա 1000 տարվա հոտն է նույնը, հոտը Դե Աստված մեր շարմանոցը հլը կա Դե լավ, այստեղ ավարտում եմ, որովհետև մետրոյում նկարահանումները արգելված են, իսկ ես օրենք հարգող քաղաքացի եմ